Ողջունում եմ բոլորին, սիրելի քրիստոնյա քույր եղբայրներս, այսօր ուզում եմ ձեր հետ խոսել մի շատ կարևոր թեմայի մասին, որը որ յուրաքանչյուր հավատացյալ պարտավոր է իմանալ։ Տերս փառավորվի, սիրելիներս, այսօրվա թեման է՝ ումից է վախենում սատանան։ Գիտեք, սիրելիներս, առհասարակ հավատքի ժողովուրդը մտածում է, որ իրանք հավատքի մեջ են, երկար տարիներ կամ գիրք են կարդացել կամ շատ բաներ գիտեն, ուրեմն իրանք կարող են հաղթել սատանային, բայց ուզում եմ մի շատ կարևոր բանի մասին խոսել։ Այսօր սատանան չի վախենում այն հավատացյալից, որը 20, 30, գուցե ավել, 40 ավել տարիների հավատացյալ է։ Սատանան չի վախենում այն հավատացյալներից, ովքեր գնում են պաշտամունքների, երգում են։ Սատանան չի վախենում այն հավատացյալներից, ովքեր խոսում են, մեծ բաներից քարոզում են եւ այլն, այլ ասեմ ձեզ ումից է վախենում սատանան։ Ուզում եմ կարդալ Հայտնություն գրքից 12-րդ գլուխը 17 համարից։ Եվ վիշապը բարկացավ այն կնկա վրա և գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ։ Սա հարս եկեղեցու խորհրդանիշն է, կինը։ Ուրեմն ում հետ է գնում պատերազմ անելու վիշապը, սատանան։ Տեսեք, ուրեմն որոնց հետ? Նրանց, ովքեր Հիսուս Քրիստոսի վկայությունը ունեն և Աստծո պատվիրանքները պահում են։ Կրկնում եմ նորից, ովքեր Աստծո պատվիրանքները պահում են և Հիսուս Քրիստոսի վկայությունը ունեն։ Դրա համար, սիրելիներս, շատ կարևոր է, երբ որ հավատքի ճանապարհի մեջ, հավատքի կյանքի մեջ դու ճանաչես քո թշնամու, ուրեմն ստրատեգիան, կռվելու ոճը, կռվելու ձևը, խորամանկությունները, մեկ այլ համարում ասում է դուք չճանաչեցիք սատանայի խորությունները, խորամանկությունները։ Մեզի շատ կարևոր է, որ մենք ճանաչենք իրան և որպեսզի կարողանանք իր հետ պատերազմենք։ Եթե այսօր շատ հավատացյալներ այսպես էմոցիաներով կարան գոռան, մենք սատանայի գլուխը ջարդում ենք, սատանան մեր ոտերի տակ է, կողկրճում ենք, կապում ենք, անդունդն ենք գցում, գիտեք, սիրելիներս, հաճախ լսում եմ այսպիսի արտահայտություններ, երանի, նորից եմ ասում երանի, ունենային այդ մարդիկ, այդ զորությունը, ովքեր ասենց կողկրճում են, կապում են, չգիտեմ, անդունդն են ուղարկում, բայց շատ հաճախ, սիրելիներս, ցավոք սրտի այդ գոռացող մարդիկ, որ ամպագորգոր այդպես գոռում են, շատ հաճախ սատանան է իրանց կապում, շատ հաճախ սատանան է իրանց մտքերի վրա հարձակվում, շատ հաճախ իրանք են սատանայի ոտքի տակ և ոչ թե սատանան իրանց ոտքի տակ։ Ինչի համար? Որովհետև զորությունը չկա, օծությունը չկա, վերցրել են խոսքը, սրբության կյանքը չկա, վերցրել են ուղղակի խոսքը գրածը, ասում է, ես ձեզ տվել եմ իշխանություն կողկրճելու կարիճների, օձերի, բայց ներողություն, ում ա տվել իշխանությունը? Ասում է, նա ինձ ցանկացավ 91 սաղմոս և ես կփրկեմ նրան։ Ես բարձր կանեմ, երբ որ կարդում ենք առուծի կորյուններին, վիշապին ոտով կողքը տաս, որ այո սատանայի խորհրդանիշն է և առուծը և վիշապը, և վերջում ինչ է ասում, բանալին, որովհետև նա ինձ ցանկացավ, և այս ամենը կանի, որովհետև նա ինձ ցանկանում է, որտև ես նրա մեջ եմ, նա իմ մեջ, ես եմ այդ մարդու առջևից գնացողը, բայց ներողություն, այսօր ոչ ցանկանում են Տիրոջ ճանապարհներին, ոչ քայլում են Տիրոջ շավիղների մեջ, մենակ անունով են հավատացյալներ,
կերպարանքը կա, զորությունը ուրացած, գնում են կողկրճելու, կապելու, չգիտեմ, անդունդը ուղարկելու։ Եվ ցավոք սրտի իրանք են հայտնվում սատանայի ճանկերում։ Հասկանում եք ինչ է կատարվում, ժողովուրդ։ Եվ սատանան չի վախենում այս հավատացյալներից։ Սատանային հետաքրքիր չի դու քանի տարվա հավատացյալ ես, քանի անգամ ես Սուրբ Գիրքը սկզբից մինչև վերջ կարդացել։ Սատանան վախենում է այն մարդուց, ով ունի օծություն, ով ապրում է սուրբ կյանքով, գրած է, գնաց պատերազմելու նրանց հետ, ովքեր Աստծո պատվիրանքները պահում են եւ Հիսուս Քրիստոսի վկայությունը ունեն, որն է այդ վկայությունը, որ աշխարհ դու ունայն ես, աշխարհ դու փուչ ես, աշխարհ դու ոչ մի բան չես կարա տաս մարդուն։ Բայց այսօր աշխարհի մեջ արմատավորված հավատացյալները ոչ մի վկայություն էլ չունեն, որ աշխարհը ունայն է, որ աշխարհը սուտ է, ոչ մի վկայություն չունեն իրենց հանդիպող մարդկանց արտացոլելու Հիսուսին, իրանց մեջ տեսնելու Քրիստոսին, իրանց բերանը բացվի Աստծո քաղցրությունը երևա, ոչինչ չունեն վկայելու եւ գնում են կողկրճելու, գնում են սատանայի հետ կռիվ անելու։ Սիրելիներս, կանգ առեք, դա շատ վտանգավոր է։ Գիտեք, հիշեցի մի դեպք, եղբայրներով ուրեմն գնում են մեկ բռնված մարդու վրա աղոթք անելու, որ դևը բռնել է, եւ այտենց մի քանի հոգով, 4-5 հոգով գնում են, որպեսզի ազատագրման աղոթք անեն, եւ մի հատ դալի-դոլի հավատացյալ էլի, այսպես մատերի արանքով հավատքին նայող, հետաքրքրության համար էլի, ընկնում է սրանց հետևից, հələ գնա տեսնի այդ ոնց է էլի, այդ ազատագրության աղոթքը ոնց է ալնում, երբ որ այդ դիվահարը մեջտեղում եղբայրները ուրեմն ծնկած այսպես կողքերով աղոթք են անում եւ հրամայում են, դևին, դե մենք գիտենք, որ դևը բռնում է մարդու բերանը եւ շատ հաճախ դևը մեջից խոսում է։ Եվ այս իմիջայլոց հավատացյալը տեսնելով, որ նրանք հրամայում են, դուրս արի բան, ասում է, սպասի, ես էլ հրամայեմ։ Եվ դևը բերանը բացում է, մատողում է այս աղբորը եւ ինչ է ասում։ Լսի ասում է, այդ որ նստում ես տելևիզորի առաջ, սենց հավեսով կինոներ ես նայում, ամբողջ օրը իմ հետ ես, իմ հետ ես։ Այդ որ շնանում ես։ Փաստորեն եղբայրը շնության մեղքի մեջ է եղել, ոնց որ այսօր շատ սուտ հավատացյալներ շնանում են, որտեղ պետքա գողանում են, բայց հետո էլ գալիս Աստծուց են խոսում, բայց սատանան դա լավ գիտի։ Շնանում ես։ Բա դու ինձ ինքեր ես, ինչ ես եկել ինձ հանես, բա դու իմ կամքն ես կատարում։ Պատկերացնում եք։ Եվ շատ վտանգավոր է, անգամ դևը կարա դուրս գա նման մարդու մեջից եւ մտնի ուրեմն այսպիսի մարդկանց մեջ, ովքեր չունեն սրբության կյանք, ովքեր մատերի արանքով են նայում սրբությանը, հավատքին, եւ եկելա դև քշի, դևը մեջից ասում է, լսի, դու իմ կամքն ես կատարում, դու ինձ ընկեր ես, դու եկել ես ինձ քշես։ Պատկերացնում եք իրական պատմություն։ Դրա համար, սիրելի քրիստոնյա բարեկամ, սիրելի ունկնդիր, եթե դու կլսես այս պատգամը, ժողովուրդ, Աստծո առաջ լրջանալ է պետք, եթե որ մենք ընտրել ենք այս ճանապարհը, մենք պիտի սրբության մեջ քայլենք, մենք չենք կարա խաղ անենք մեղքի հետ, 50 սաղմոսում ասում է շնացող ես տեսնում, գնում ես, քո բաժինը շնացողների հետ է, գող ես տենում, են եւ գալիս ես ու խոսում ես ինձանից եւ ես ամեն ինչը դու արիր եւ ես լռեցի եւ դու էլ կարծում ես թե ես էլ քո նման եմ, կպատառեմ եւ ձեռիցս ազատող չի լինի։ Սա գրված է 50 սաղմոս, կարդացեք ժողովուրդ։ Աստված շատ լուրջ է վերաբերվում, եթե որ դու մարդ ես, եթե դու անում ես քարոզ, եթե դու Աստծո շավիղների մեջ ես, ինչա, Աստծուն ինչի տեղ ես դրել, շատ վտանգավոր է, դրա համար այսօր սատանան չի վախենում քո 50 տարվա հավատացյալ լինելուց, չի վախենում քո քարոզներից,
քո սիրուն խոսքերից, քո աղոթքներից, ասում է այն մարդը, որ իր ականջները փակում է օրենքը լսելուց, այդ մարդու աղոթքը անգամ գարշելի է։ Եթե դու ուզում ես ապրես այնց ոնց որ դու ես ուզում, ու գալիս ես ձևի համար աղոթելու, քո աղոթքը անգամ գարշելի է, մի արա։ Եթե դու չես պահում Աստծո խոսքը, մատերի արանքով ես նայում, Սատանան քեզանից չի վախենում, կապ չունի, որ դու 30 տարվա հավատացյալ ես, 40 տարվա հավատացյալ ես, 40 անգամ գիրք ես կարդացել, նա քեզանից չի վախենում, և բնականաբար քեզ իրա գրպանը դրած տանում է դժոխք, քո դեմ պատերազմ էլ չունի, որովհետև նա պատերազմում է նրանց դեմ, ումից վախենում է, ում մեջ Սուրբ Հոգու կրակը կա, այն մարդը, որ Աստծո խոսքով է ապրում, որ ամեն Աստծո օր, նա առանց Աստծո ներկայության չի կարա, նա առանց աղոթքի չի կարա, նա առանց ընթերցանության չի կարա, նա պիտի լցվի Սուրբ Հոգով, և Սատանան վախենում է այս հավատացյալներից, ովքեր կրակ ունեն, ովքեր փոխանցելու բան ունեն, այսօր լիքը հավատացյալներ աշխարհի մարդկանց հետ կանգնած են, և երբ որ խոսում ես, ասում հա էսի հավատացյալ է, ես չգիտեի, ոչ մի բան այսքան տարիների ընթացքում չեն ասել, չեն վկայել, պապանձված, չունեն վկայելու բան, ինչ վկայի, որ Աստծո հետ չի շփվում, ինչ ասի աշխարհը սուտ է, որ աշխարհի մեջ արմատավորվել արմատներ են ձգել, կարծես 1000 տարի են ապրելու, պետք է վկայելու բան ունենա, որ վկայի, որ կապ չունի Աստծո հետ, ինչ վկայի, և հետևաբար Սատանան չի վախենում այդպիսի հավատացյալներից, Սատանան վախենում է նրանցից, ովքեր Սուրբ Հոգու կրակ ունեն, ովքեր քայլող ավետարաններ են, ովքեր իրանց կյանքը դնում են Աստծո համար ապրելու, ոչ թե իրանց համար, այլ Աստծո համար։ Մի հատ եղբայր ունենք, Տերը ողորմություն անի, իրան սիրում էր այս խոսքերը ասեր, ոչինչ, վերջի պահին Տերս կմաքրի, կսրբի, կտանի, ինչ եք քարոզում, ում եք քարոզում, եթե դու հույսը դրել ես այդ վերջի պահին, հավատացյալ ես, որ ասենց դալի դոլի ապրում ես, ու հույսը դրել ես, որ վերջի պահին քեզի կմաքրի, կսրբի, եթե քո 30 տարի գալը հավատքի քեզի չի փոխել, այդ ինչի վրա ես հույսը դնում, որ վերջի պահին կմաքրվես, կսրբվես, ինչի վրա ես հույսը դնում, ավազակին են բերում օրինակ, ավազակը խաչի վրա էր, ավազակին, որ հնարավորություն լիներ խաչից իջնելու, նա լրիվ իր կյանքը փոխելու էր, նա էլ ավազակություն չէր անելու, և մի խաբնվեք, թե վերջի պահին կհասցնես, չես հասցնի, կարող է այնպիսի մահ լինի, անգամ չհասցնես, աչքերդ թարթես, այդ ինչի վրա ես հույս դրել, և դրա համար շտկվեք և ապաշխարեք, եթե որ Աստծո զավակներ եք, եթե որ ճշմարիտ քրիստոնյաներ եք, ուրեմն ապրեք այնպես, որ Սատանան վախենա ձեզանից, դժոխքը վախենա ձեզանից, ոչ թե այսպես հոսանքի տակ գնում են, ուր են գնում իրանք էլ չգիտեն, գնում են, պաշտամունքից դուրս ագալի ասում ես ինչ հասկացար, լավ պաշտամունք էր, ինչ հասկացար, չգիտի ինչ ասի, որտև ուշք ու միտքը ուրիշ տեղ է, այնա որ եկել են մարմնով ներկա են գտնվել, հովիվը տեսնի, մյուսը տեսնի, բայց չեն մտածում, որ ախր Աստված է տեսնում, ուշքդ միտքդ դրսերը եկել ես նստել ես պաշտամունք, Աստծուն պետք չի, ցուցակ չի լրացնում, որ քեզ ներկա դնի, դու էլ գնաս, Աստծուն քո հոգին է պետք, Աստծո խոսքը ասում է սիրիր քո Տեր Աստծուն, ամբողջ հոգով, սրտով, էությունով, զորությունով, այսօր ում ես ուզում խաբես, այսօր ում ես ուզում խաբես, դրա համար սիրելիներս ինձանից սկսած լրջանանք Աստծո առջև, եթե որ կրում ենք հավատացյալ և քրիստոնյա անունը, ուրեմն այնպես ապրենք, որ Աստված և երկնքի հրեշտակները նայելով մեր կյանքին ուրախանան, ոչ թե վշտանան, ուրախանան և Տերը ասի, ահա իմ զավակս, որ մերժել է մեղքը, մերժել է պղծությունը,
մերժել այս կյանքը, վկայություն ունի իր մեջ, որ աշխարհ դու ունայն ես, աշխարհ դու փուչ ես, աշխարհ դու սուտ ես, աշխարհ դու ոչինչ չես կարա տաս։ Այդ վկայությունը ով ունի։ Բայց ասում ենք հավատացյալներ ենք, լավ էլ կարճել ենք աշխարհից, լավ էլ ուշք ու մտներս աշխարհն է։ Հա, մի հատ բացենք 5 րոպե, 10 րոպե կարդանք, մի հատ աղոթենք, դե հետո այլի Հիսուս ջան, քոնը տվեցինք, մնացածը մենք մեր կյանքով, չես խափի Աստծուն, չես արդարանալու։ Ես միշտ իմ պատգամների մեջ նշում եմ, չես փրկվելու, կարող է քեզ խափել են եկեղեցում ձրի փրկություն, չես կորցնի փրկությունդ։ Ես լսել եմ վկայություն, մի շատ լավ եղբայր, կլինիկական մահատար է եւ դժոխքում լիքը հավատացյալներ ա տեսել, լիքը իմիջայլոց հավատացյալներ, որոնք չգնահատեցին են շանսը, որ իրանք հավատացյալ էին, որ ապրեին Աստծուն վայել ձևով, փառաբանեին Աստծուն վայել ձևով, այլ մատերի արանքով գնալով գալով իրենց էին խափում եւ բնականաբար երկնքում չեն եղել, ուղիղ դժոխք։ Չխափես քեզ, թե հովիվի աղջիկ ես, հովիվի տղա ես, չգիտեմ սարկավակի բարեկամ ես, Աստծու մոտ ծանոթ բարեկամ չկա, Աստծու մոտ կան որդիներ եւ աղջիկներ գառան արյունով լվացված, եթե այսօր քո հանդերձները չես լվացել գառան արյունով, եթե այսօր այս աշխարհը քո համար խաչը ելած չի, դու էլ աշխարհի համար, ուր ես գնում դու, ում ես պաշտում դու, ում ես խափում դու, սթափվեք, հավատքը խաղու պար չի, դալի դոլի մարդկանց բան չի, գրած ա երկնքի արքայությունը ուժով է առնցվում եւ ուժեղները հափշտակում են, իսկ որ ուժն ա դա, մեր մուսկուլները, մեր քաշը, դա հավատքի ուժն ա, մեղքին դեմ դնելու, անօրենությանը, ստությանը դեմ դնելու, ցանկություններին, պղծությանը դեմ դնելու եւ պաշտելու Աստծուն եւ պահելու Աստծո պատվիրանները, ոնց որ կարդացինք, վիշապը ընկել էր այդ մարդկանց հետևից, ովքեր պահում են Հիսուս Քրիստոսի պատվիրանները եւ Աստծո վկայությունը ունեն։ Այսօր դու ունես այդ վկայությունը։ Եթե չունես, ուրեմն հետ դարձիր այն կետին, որտեղ կորցրել ես Հիսուսին։ Զղջա եւ առաջի գործերն արա, Տերը ասում է, թե չէ կգամ եւ աշտանակդ կշարժեմ քո տեղից, եթե չապաշխարես, վայ քեզ, եթե չապաշխարես, եթե Տիրոջ երկայնամտությունը ու համբերությունը շահագործում ես, վայ քեզ, գթեք Հիսուսին, դարձեք այն կետը, որտեղ թողել եք Հիսուսին։ Գթեք Հիսուսին, ամուր բռնեք եւ բաց մի թողեք, սուտ է այս աշխարհը, ունայն է այս աշխարհը, ամեն բան կանցնի, աշխարհը եւ իր ցանկությունները, բայց Աստծո խոսքը պահողը հավիտյան կմնա, ալելույա։